Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին։ Բարև ձեզ, պարոն Աղաջանյան։ Բարև։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Տեղի ունեցավ ուժեղ Հայաստան կուսակցության հանրահավաքը, օրեր շարունակ մինչև հանրահավաքը նրանք պնդումներ էին անում, թե սա պատմական հանրահավաք է լինելու, վստահ եմ հետևել եք, ըստ ձեզ պատմական հանրահավաք էր սա։ Ես կարծում եմ ինչ որ առումով այո իսկապես պատմական էր, երևի թերևս առաջին հերթին իր բովանդակազուրկ լինելով ես անկեղծ ասած այս տաղավար գալուց առաջ փորձեցի դիտել հանրահավաքը իր ամբողջական տեսքով եւ այդ հնարավորություն կա, չէ, երկու անգամ արագացնելով, որ այդ տեքստը եւ բովանդակությունը հնարավորինս արագ անցնի, որպեսզի ժամանակ քիչ ծախսես եւ իրականում սա էլ չօգնեց, որովհետեւ բովանդակություն որպես այդպեսին մեծ հաշվով առնվազն նոր բովանդակություն կամ նոր օրակարգ քաղաքական դաշտում իհարկե չհնչեց եւ այս առումով հաշվի առնելով այն ամբողջ այդ նախահանրահավաքյան այդ աժիոտաժը, որը որ նրանք փորձում էին ստեղծել, դրա ֆոնին իհարկե այլ կերպ քան պատմական այն կոչել իր բովանդակությունից զուրկ լինելու տեսանկյունից հնարավոր չէ։ Խոսենք նաև Սամվել Կարապետյանի այդ հերավար ելույթի մասին, որոշ դրվագների անդրադառնանք, օրինակ նա դե բնականաբար ձեզ մեղադրում է ամեն ինչում, ասում է, որ մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում եւ վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում Պեկինում, բայց չի խոսում օրինակ Եվրամիության մասին, մեր բարեկամ Ֆրանսիայի մասին, հետաքրքիր է։ Ովքեր են գրել այս տրամաբանությունը, այստեղ շղթան գտնել եւ ինչ որ տենց բովանդակություն այդ ամեն ինչից բռնել եւ վերհանել օբյեկտիվորեն դժվար է, թերևս հարցի հեղինակը կամ հարցի թիրախը պետք է հենց Սամվել Կարապետյանը լինի, երբ որ կունենաք հնարավորություն նրան հարց ուղղելու, ես կարծում եմ պետք է հարցը իրեն ուղղեք, որովհետեւ այդ մայրաքաղաքների շարքի մեջ օրինակ Լոնդոնը թե ինչ կապ ուներ մի քիչ բարդ է հասկանալ, պետք է այդ հարցը իրենց ուղղել, բայց ես վստահ եմ նույնիսկ եթե այդ հնարավորությունը լինի նրանց հարց ուղղելու, այն որ բովանդակային պատասխան հնարավոր կլինի նրանցից ստանալ, մեղմ ասած կասկածելի է, ես ուզում եմ հիշեցնել, որ իրենց ներկայացուցիչներից մեկին այդ երիտասարդը ով վարում էր հանրահավաքը Factor TV լրագրողը մոտ երևի մի 10 րոպե առանց չափազանցնելու փորձում էր հասկանալ հարցը ուղղում էր, ասում էր դուք Ռուսաստանի քաղաքացի եք, այո թե ոչ։ Եվ անհոգնել վերջինս պնդում էր, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ասում է, բայց չէ, իմ հարցը դա չի։ Դուք արդյոք ունեք Ռուսաստանի քաղաքացիություն, որտեղ գիտենք բոլորս, որ հնարավոր է ունենալ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիություն։ Եվ այս հարցին պատասխանը երևի 10 րոպե մոտավորապես կրկնվում էր նույն դեմքի արտահայտությամբ, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Ասում եմ, դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեք, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Եվ այս թերևս որևէ հարց, որի տակ կա իսկապես ինչ որ հնարավոր խոցելիություն հայտնաբերելու հեռանկար, մենք վստահաբար կունենանք նմանատիպ եւ նման որակի պատասխաններ եւ կարծում եմ սա շատ լավ օրինակ է, որով որ մեր քաղաքացիները էլ ավելի լավ կպատկերացնեն, թե ում հետ գործ ունեն գալիք ընտրությունների։ Մի դրվագի եւս անդրադառնանք Սամվել Կարապետյանի ելույթից, նա ասում է, որ փոփոխությունը գալիս է, իրենց նկատի ունի, ուժեղ տնտեսություն են ստեղծելու, ձեզ անվանում է փոքրիկ խմբակ եւ նշում, որ երկիր, որտեղ կառավարիչները դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, իրենք որ գան պետք է լինի հակառակը, իրենց գրպանները իբրև թե պետք է դատարկեն եւ լցնեն պետական բյուջեն։ Այս մասը կխնդրեմ նաեւ մեկնաբանեք։ Դե իհարկե սա ընդհանրապես ծեծված թեմա է, ընդդիմություն, իշխանություն, այս հակամարտության համատեքստում, նրանք մեզ են մեղադրում, մենք նրանց ենք մեղադրում, բայց իհարկե այս ընկալումը հասարակության կողմից այդ նախկին ներկայի, որը հաճախ հոգնեցուցիչ է թվում, պետք է մի պահ դնենք մի կողմ եւ իսկապես ուշադրություն դարձնենք բովանդակությանը, հա։ Հիմա ով է խոսում դրա մասին։ Խոսում է մի մարդ, ով 2016, եթե չեմ սխալվում, թե 15 թվականից ի վեր վերցրել է հայ էլեկտրական ցանցերի կառավարումը իր ձեռքը եւ վերջին ամիսներին մենք բոլորս մեր հանրությունը տեղեկացավ, թե ինչպես էր կառավարվում հեծը, ինչպես էին Հայաստանի քաղաքացիների կողմից վճարված էլեկտրաէներգիայի սակագնի դիմաց այդ վճարվող գումարները օգտագործվում իրենց
իրենց իսկ պատկանող տարբեր կազմակերպությունների համար վարկի միջոցներ ներգրավվելու եւ իրար լավ ուրեմն տոկոսադրույքերով վարկային միջոցներ մի գրպանից մյուսը տեղափոխելու նպատակով, ել չեմ խոսում հավելագրումների մասին, այդ հավելագրումները մենք գիտենք, որ համատարած են եղել, ձեզ ուզում եմ ասեմ, որ ինքս եւս կարելի ասել այդ նմանատիպ հավելագրումների զոհ եմ եղել եւ վստահ եմ բոլոր մեր քաղաքացիները կամ մեր քաղաքացիների մեծամասնությունը ունեցել են այս խնդիրը եւ Ռոմանոս Պետրոսյանի գալուց ի վեր այդ փոփոխությունները ես վստահ եմ մեր բազմաթիվ քաղաքացիները իրաց վրա զգում են։ Խոսենք նաև հանրահավաքում հնչած ելույթներից, սակայն ընդհանրական ձեր գնահատականը խնդրեմ ներկայացնեք, քանի որ ասցիք հետևել եք հանրահավաքին։ Դե քանի որ մեծամասամբ ելույթների մեջ որպես այդպիսին բովանդակություն գտնելը դժվար էր, ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնք ես կարծում եմ ուշադրության արժանի են իսկապես, եւ դրանք հիմնականում Նարեկ Կարապետյանի ելույթում առանձնացված կետերն են, որովհետեւ թերևս նրա ելույթում կար ծրագիր հիշեցնող որոշակի տեքստ, որը որ նաև անդրադարձ էր կատարվում իր պատկերացմամբ մեր իշխանության տարիներին արձանագրված ձախողումներին իրենց պատկերացմամբ, հա, եւ թվելով դրան կարող եմ օրինակի համար սկսել հետեւյալ կետից, ներողություն, հա, ասում այսուհետ բյուջեն չպիտի բաշխվի ընտրությունից ընտրություն գրոշների տեսքով, հա, երևի նկատի ունի համընդհանուր բան առողջության ապահովագրությունը, երևի նկատի ունի թոշակների բարձրացումը եւ նմանատիպ բաներ, որոնք տեղի են ունեցել ընտրություններին նախընթաց։ Ես ուզում եմ ուղղակի արձանագրել մի բան, որ խոսացողը մի մարդ է, ում հայրը հանրապետական կուսակցության տարիներին եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը երկար տարիներ, եղել է նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ այս տարիներին էր ձևավորվել այդ ավանդույթը եւ իհարկե Սերժ Սարգսյանից առաջ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ իսկապես ժողովրդին հիշում էին ընտրությունից ընտրություն, բաժանում էին գրոշներ ընտրակաշառքների տեսքով, մի փոքր աստվածապատման տեսքով եւ այլ եւ սա հենց այն իրողությունն է, որը որ արկա էր իր հոր իշխանության մաս կազմելու ամբողջ ժամանակահատվածում։ Եվ սա ես ուզում եմ որպեսզի նաև իրանք հասկանան, որ սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մի բան է, երբ սրա մասին խոսում է պայմանական Հովսեփ Հովսեփյանը, ով ընդհանրապես քաղաքականության մեջ որևէ անցյալ չունի, եւ բոլորովին այլ բան, եւ դրա մասին խոսում է մի մարդ, ով հիմնադիրն է եղել նմանատիպ կարգերի։ Եվ սա Եվ այս կոնտեքստը ժողովուրդը մշտապես տեսնում է եւ գիտակցում է եւ իրենք ինչ որ պահի պետք է հասկանան, որ ժողովրդի բանականությանը նմանատիպ կերպով հետևողական վիրավորելը ոչ մի լավ տեղ չի տանելու իրենց համար։ Եվ վերջի վերջո կարող եմ անցնել տարբեր կետերով այս բանի հանրահավաքում հնչած մտքերի, եթե ժամանակների կանցնեմ, բայց վերջի վերջո իրենք պետք է գիտակցեն, որ այս կերպ մոտենալը ժողովրդի ընկալումներին եւ բանականությանը եւ մոռացության տալ այն ամենը ինչ որ նախկինում տեղի ունեցել իրենց իշխանության օրոք ուղղակի ել ավելի է մաշեցնելու իրենց հնարավոր պոտենցիալը եւ ես կարծում եմ լավ կլիներ նաեւ իրենց հարց տային թե ինչու իրենք այս նույն խնդիրները չէին արձանագրում այն ժամանակ երբ որ այդ խնդիրները իսկապես գետնի վրա կային կամ Սամվել Կարապետյանը պայմանականորեն հա խոսվում էր նաեւ թե ինչպիսի դրական հեռանկար ուներ իր մտքում Սամվել Կարապետյանը, Վարդևանյան Արմանն էր ասում, ասում է Կարապետյանի ծննդյան օրը բան քրեակատարողական հիմնարկում ես վրդովված ասում եմ երբ պիտի գա վերջը այս ամեն ինչի եւ ի պատասխան ստացա պատասխան որ
Հայաստանի Հանրապետությունը շուտով լինելու է աշխարհի ամենաբարեկեցիկ, ամենաարդար, ամենաժողովրդավար եւ այլ երկիրը ըստ Կարապետյանի։ Եվ հարց ենթադրվում է հետեւաբար պատճառը թե ինչի է ինքը հիմա մտնում քաղաքականության մեջ, որովհետեւ այդ ամեն ինչի բացը եւ բացակայությունը կա եւ ահա գալիս է Սամվել Կարապետյանը, մեր ապագա վարչապետը, ով պետք է մեր ժողովրդին փրկի եւ դուրս բերի Հայաստանի Հանրապետությունը այդ ոսկե դար հանի, հա։ Եվ հարց է առաջանում, իսկ նախկինում երբ որ բոլոր խնդիրները կային օբյեկտիվորեն գետնի վրա, ինչու Սամվել Կարապետյանը հայտ չէր ներկայացնում մտնել քաղաքականության դաշտ։ Միթե այդ ժամանակ դեռ ինքը չէր համարվում եւ կայացած բիզնեսմեն չէր։ Միթե այդ ժամանակ դեռ ինքը միլիարդատեր չէր համարվում։ Իհարկե համարվում էր եւ իհարկե ինչքանով որ այն վաղ ինքը կարող էր համարվել հաջողակ բիզնեսմեն, առնվազն նույնչափ հիմա, եթե ոչ ավել, հաշվի առնելով երիտասարդ տարիքը այն ժամանակ։ Եվ հետեւաբար ես կարծում եմ ընդհանրապես մեր գործընկերները ընդդիմադիր, այդ թվում Ուժեղ Հայաստանը եւ առանձնահատուկ երևի առանձնացնեմ Ուժեղ Հայաստանին, ինչու, որովհետեւ ես կարծում եմ իրենք փորձում են նաեւ հնարավորինս շատ որոշակի տեխնոլոգիաներ օգտագործեն, որոնք հաճախ նաեւ հիշեցնում են օրինակ հեղափոխության օրերին մեր կողմից իրականացված քայլերը, որոնք ամենևին որպես տեխնոլոգիաներ չէին օգտագործվում, բայց նրանք պետք է ընդ որում սա ասում են, որպեսզի իրենց իսկ ռեսուրսները եւ նյարդերը իրենք խնայեն։ Ժողովուրդը մշտապես ուշադրություն է դարձնում կոնկրետ բովանդակության վրա եւ այդ տեխնոլոգիաները չէ, որ աշխատելու են ձեր համար։ Հիշեք ով եք դուք, հիշեք ովքեր են ձեր քաղաքական հայրերը, այդ թվում նաև ֆիզիոլոգիական հայրերը եւ հիշեք, որ ժողովուրդը չի մոռացել դրա մասին։ Եվ ըստ այդմ այդ ամեն ինչը հաշվի առնելով փորձեք ձևավորեք ձեր ասելիքը մեր ժողովրդին։ Հանրահավաքում նաև հնչում էին հաճախ ելույթներ, որոնք վերաբերում էին արդարադատությանը, դատաիրավական համակարգի անկախ լինելուն եւ այլ, մեծամեծ խոստումներ էին տրվում, թե իրենց իշխանության գալու պահին արդարությունը կգերիշխի Հայաստանի Հանրապետությունում եւ մոռանում են, որ բոլորովին վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտում արեց մի ամբողջ շղթայի, որը վերաբերվում էր ընտրակաշառք ըստ էության գումարի դիմաց տարբեր մարդկանց ընտրական գործընթացների մեջ ներգրավելուն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ եւս մեկ անգամ նման խոսակցություն գաղտնալսում էր հրապարակվել Հակակոռուպցիոն կոմիտեից, այս անգամ արդեն հանրահավաքի մասնակցելու դրթելու համատեքստում։ Եվ ելի եմ ասում, սա խոսում է նրա մասին, որ մարդիկ իսկապես մեր ժողովրդի գիտակցվածության աստիճանը շատ ցածր են գնահատում եւ ընդհանրապես չեն գիտակցում, թե ինչ սուբյեկտի հետ գործ ունեն եւ ես կարծում եմ նրանց համար պետք է վաղուց դաս լիներ այն ընտրությունների արդյունքները, որոնց ականատեսն իրենք լինում արդեն վերջին 3 համապետական ընտրություններին, առնվազն 2 հեղափոխությունից հետո, իրենք իրենց հարց են ամեն անգամ տալի, բալա ոնց եղավ, որ այսքանից հետո էլի քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը, կուսակցությունը ընտրվեց, բա ոնց եղավ, որ այսքանից հետո մեզ չընտրեցին եւ այլ, եւ մոռանում են, որ այդ ամբողջ ընթացքում ոչ միայն նախկինում տեղի ունեցած, այսինքն բան վաղուցվա նախկինում, հա, տեղի ունեցածը ժողովուրդը չի մոռացել, այլ այդ թվում այն ինչը որ մեր օրերում է տեղի ունենում։ Այսինքն մարդիկ խոսում են արդարադատության մասին, դատաիրավական համակարգի անկախության մասին եւ այլ վեհարժեքների մասին եւ դրան զուգահեռ հակակոռուպցիոն մեկը մյուսի հետևից նմանատիպ ինչ որ գործեր է բացահայտում, հրապարակում է գաղտնալսումներ եւ այստեղ հարց է առաջանում ընդհանրապես մարդիկ ինչ երես ունեն այդքանից հետո հանրահավաքներ հրավիրել եւ ժողովրդի աչքերի մեջ նայել եւ դրա միակ հետեւությունն այն է որ այն մարդիկ ովքեր հավաքվում են այդ հանրահավաքներին առնվազն դրանց ճնշող մեծամասնությունը կազմակերպված տրամաբանության մեջ իրենց հնարավոր բոլոր ռեսուրսների օգտագործմամբ ներկայանում են այդտեղ ոչ որպես հանրություն, որը ուզում է քաղաքական միտք լսել, այլ որպես մի ուրեմն խումբ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ
կապակցված են իրենց հետ բիզնես կամ այլ շահերով։ Այս իրանից ելնելով որն է ձեր կոչը ընտրողներին, որտեղ ինչպես տեսնում ենք, նրանք նախկինների ավանդույթները շարունակում են թե հանրահավաքների դեպքում, թե նաև արդեն Ես կարծում եմ այստեղ մեր ընտրողներին կոչ անելու իմաստ էլ չկա, որովհետև ամեն ինչը տեղի ունենում մեր ժողովրդի աչքերի առաջ։ Իհարկե նրանք օգտվում են այն ժողովրդավարական բարիքներից, որը մենք բերել ենք հեղափոխությունից հետո, այն է լրատվական դաշտի ազատությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլորին վերջերս Նարեկ Կարապետյանը 2 անգամ հանրային հեռուստաընկերություն է հրավիրվել եւ երկար հարցազրույց է տվել։ Իհարկե այս հնարավորությունը իր հոր իշխանավարման տարիներին ընդդիմությունը չուներ, բայց բարեբախտաբար նա ունի այդ հնարավորությունները, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ ինֆորմացիայի բաց լինելը եւ տարածվածությունը նաև վատ դեր է խաղում իրենց համար, որովհետեւ նմանատիպ բացահայտումները տարածվում են բոլոր սոցիալական ցանցերով, տարածվում են նաև հանրային հեռուստաընկերությամբ եւ մեր հանրությունը ունի հնարավորություն բարեբախտաբար այդ բոլոր ինֆորմացիաներին հետևելու, տեղեկանալու եւ իմանալու ում հետ վերջի վերջո իրենք գործ ունեն գալիք խորհրդարանական ընտրություններին եւ դրա հիման վրա վստահաբար կկայացնեն adekvat եւ տրամաբանված որոշում եւ հետեւաբար այստեղ մեծ հաշվով կոչ անելու կարիք չկա։ Հենց այդ համատեքստում նրանք հատկապես Նարեկ Կարապետյանն էր անընդհատ ճեպազրույցներում ինչ-որ ելույթներ ունենում եւ ասում, որ իրենք նախկինների հետ կապ չեն ունենալու, նոր ցուցակ է լինելու եւ այլն, բայց եւ ցուցակում ենք տեսնում նախկինների ներկայացուցիչների եւ հանրահավաքում տեսանք այդ թվում հանրապետական կուսակցության ներկայացուցիչների։ Սա ինչպես կբնութագրեք, այս ընդդիմության առնետավազքը, այսպես ասած։ Այո, դուք շատ ճիշտ եք, ես օրերս այդ երևույթը փորձեցի ձևակերպել ուժեղ Հայաստան ՀՀ Սամվել ՀՀ Կարապետյանի կամ ՀՀԿ Կարապետյանի հետ ձևակերպմամբ, որովհետև գիտեք վերջերս Հայկական ժամանակը մի հոդված հրապարակեց, որտեղ մոտավորապես մի խոսքով տասնյակից ավել նախկին հանրապետական կուսակցության անդամներ էին տեղ գտել ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակում։ Մենք նաև տեսնում ենք, որ երկրորդ համարը Արամ Վարդևանյանն է, հայտնի նախկինում Հայաստան դաշինքի կարկառուն ներկայացուցիչ, հետագայում նաև պատգամավոր, ով որ ժամանակ անց որոշեց լքել Հայաստան դաշինքը, հիմա կպավ ուժեղ Հայաստան դաշինքին, չի բացառվում, կարծում եմ, որ որոշ ժամանակ անց նաև կլքի ուժեղ Հայաստան Աննա Գրիգորյանը բավականին հետաքրքիր պատույտներ է կատարում ԿՊ-ից։ Հա, դե Աննա Գրիգորյանը այլ кейս է իհարկե, բայց իհարկե այս խղճուկ փորձերը իրենց տարանջատելու էլ Ռոբերտ Քոչարյանից, չգիտեմ, էլ Սերժ Սարգսյանից, նույնիսկ Ռուսաստանից, նրանք իհարկե շարունակում են մնալ խղճուկ փորձեր եւ չգիտեմ նրանք գիտակցում են այս ամենը թե ոչ, բայց այն որ առնվազն հակառակ կողմից նրանց չեն օգնում, որպեսզի այդ զատումը տեղի ունենա, միանշանակ է եւ պետք է իրենց գործընկերների հետ ում հետ որ փորձում են այդ զատումը իրականացնել, ավելի էֆեկտիվ հաղորդակցման մեջ լինեն, որպեսզի այդ կապը առնվազն հնարավորինս հանրային դաշտում փորձեն զրոյացնել, բայց դրա հետ մեկտեղ պետք է իրենց համար ցավով ընդգծեմ, որ արդեն ուշ է, որովհետև ընտրություններին մնացել է պակաս քան 2 ամիս եւ այս ամենը այլևս իրողություն է մեր ժողովրդի աչքերում եւ դրանից խուսափելը անհնար է։ Այ խոսեցիք, որ փորձում են ձեզ նմանակել, հեղափոխության ժամանակ դուք ասացիք, որ դա շատ անկեղծ է եղել, հատուկ տեխնոլոգիաներ չեն կիրառել, բոլոր ընդդիմադիր շարժումները ինչ որ մի բան փորձում են ձեզ նմանակել։ Սամվել Կարապետյանն էլ իր ելույթում ասել էր, որ երբ իրենք գան կեղծ եւ անհասկանալի սրտիկները, մենք փոխարինելու ենք իրական հայկական սրտերով։ Շատ ճիշտ կետին անդրադարձակ իրականում, ես կարող եմ արձանագրել մի բան, որը մինչ այս պահը թերևս միայն ուժեղ Հայաստան դաշինքի PR մարտավարության մեջ են նկատել, նրանք փորձում են հիմնականում իրենց դրսևորել դրական ասելիքի մեջ։ Շատ չի բացասական ասելիքը, շատ չի
սրող բովանդակությունը եւ ռետորաբանությունը, չնայած առանձին դեպքերում ու հիմնականում Ռուսաստանի քաղաքացի, բայց դրա հետ մեկտեղ միայն Հայաստանի քաղաքացի իրեն համարող անձնավորության մասին է խոսքը, ինքը հա որոշակի բաներ ունի ինչ-որ տենց դերասանական նաև ունակություններ, որով փորձում է թերևս թեթև սրի բանը խոսակցությունը, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ առնվազն Նարեկ Կարապետյանի կողմից այդ համեմատականներ տարնելով օրինակ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների եւ հիմնականում Հայաստան դաշինքի ներկայացուցիչների հետ հիմնականում նրանց խոսույթը կենտրոնացած է դրականի վրա, նրա վրա թե իրենք ինչ են պատրաստվում անել, քանի աշխատատեղ են ստեղծելու, այդ աբսուրդային 300,000 աշխատատեղի բանը, այդ թեզը, որ դարձել են մատիպատատան եւ այլ, եւ սա ես կարծում եմ իրենց այն հետևությունն է, որը իրենք վերցրել են մեր շարժումից, որ այն է հնարավորինս մինիմիզացնել բացասական խոսույթը եւ ռետորաբանությունը, բայց դրա հետ մեկտեղ եւս նույն հարցերը առկա են լինելու, որովհետեւ երբ խոսում եք պայծառ ապագայի մասին Սամվել Կարապետյանի հետ, ով ձեր նկարագրությամբ կամ իրեն հավասարը չունեցող գործարար է, ով նույն տրամաբանությամբ կզարգացնի երկիրը, մենք մշտապես ունենալու ենք հեծի կառավարման օրինակը եւ տարիները եւ այդ հարցերը նրանց մշտապես ուղղվելու է եւ դրանց այդ հարցերի պատասխանից նրանք երբեք չեն կարողանալու դուրս գալ, ուզում եմ արձանագրել միջև հիմա, որ որևէ բովանդակային անդրադարձ այս մեղադրանքներին մինչ պահս չի եղել եւ վստահ եմ, որ միջև վերջ չի լինի ու տեսնենք, հուսանք, որ այս գալիք նախընտրական ժամանակահատվածում նրանք ակտիվորեն կմասնակցեն կազմակերպվելիք բանավեճերին եւ այդ հարցերի ուղղելու հնարավորությունը դեպի իրենց ներկայացուցիչներ մենք կունենանք։ Եվ նաև հանրահավաքի մասնակիցների թվի հետ կապված ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները այդպես ուրախ հայտարարում են, թե 40,000 մարդ է հավաքվել, սակայն իրազեկ քաղաքացիների միավորումը, որը սովորաբար միշտ ճշգրիտ թվեր է տալիս բոլոր զանգվածային միջոցառումների, այդ թվում իշխանական, ասել էր 12,500 թիվը եւ մի հիշեցում նմանություն չկա արդյոք 2021 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը այսպես ժողովուրդ հավաքեց, փորձեց ուժի ցուցադրություն ցույց տալ եւ հետո արդյունքը տեսանք։ Նմանություն կա իհարկե, ու նմանություն կա արդեն իսկ նախորդիվ նշածս տարբեր ասպեկտներով, բայց ինչը վերաբերվում է հանրահավաքի մասնակիցների թվին, ես մշտապես հենվում եմ իրազեկ քաղաքացիների միավորման տարածած տվյալների վրա, ընդ որում անկախ նրանից թե այդ թվերը վերաբերվում են իշխանական, թե ընդդիմադիր հանրահավաքներին, եւ այստեղ պատկերը առավել քան հստակ է, եւ ես վստահ եմ, որ մեր հանրությունը եւս մեծապես վստահում է հենց Դանիել Յովհաննիսյանի կողմից հրապարակվող թվերին, որովհետև տարիների ընթացքում նա ցույց է տվել եւ ապացուցել է, որ միակ անշահախնդիր կողմն է, որը երբևէ որևէ կողմի համար նախընտրելի թվեր չի հրապարակել եւ օբյեկտիվորեն նման մոտիվացիա չունի էլ։ Եվ ամփոփենք վարչապետի այցերով, հա, արդեն գրեթե 2 ամիս կարելի է ասել, վարչապետը շրջում է մարզերում, մի քանի անգամ նաև Երևանում եղան հանդիպումները, դուք թեև չեք մասնակցել, բայց հետևելով ձեր գործընկերների հետ խոսելով, ինչ տպավորություն եք ստանում։ Միանշանակորեն դրական, իհարկե դժվար է ասել, որ մենք չենք սպասում, որ այսպիսի պատկեր կլինի, բայց եւ այնպես գործնականում դա տեսնելը իհարկե շատ հաճելի է եւ ժողովրդի վերաբերմունքը թե վարչապետին անձամբ, թե մեր թիմին ընդհանրապես շատ ողջևորող է եւ մասնավորապես այս նախընտրական շրջանում իհարկե ահռելի կարևորություն ունի, որովհետև ես համարում եմ, որ գալիք ընտրությունները իսկապես շրջադարձային են իրենց կարևորությամբ, որովհետև թերևս այն խաղաղությունը, որը այս պահին արձանագրված է եւ որը այդքան զոհողությունների գրով, որին որ մենք հասանք, պետք է ամեն գնով պահպանել եւ այս գործառույթը ժողովրդինն է, որովհետև մենք չենք պատրաստվում ընտրություններ կեղծել երբևէ եւ դրանով է պայմանավորված, որ մեր
ժողովրդի հետ շփումը եւ ընդհանրապես այս քարոզարշավի ակտիվությունը ժողովրդի հետ շփման տեսանկյունից այսչափ ակտիվ է մենք կրկնում եմ շատ լավ գիտակցում ենք կարևորությունը գալիք ընտրությունների եւ վստահ ենք որ մեր ժողովուրդը դեր կկանգնի այս նվաճումներին եւ մասնավորապես խաղաղությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար